Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Լավ, որտեղ են նրանք տարել պարոն Անտոնիո Պորովսկուն։ Այ այդ մասով ներքև գնացեք, նրանք այնտեղ նկուղ են տարել։ Լավ է, եկեք վանականին խոճապի չմատնենք, թե չէ պարոն Տոնին կտուժի։ Ախր դուք մեծ ռիսկի եք դիմում բանակցեք նրա հետ ու ինչ ուզում է, արեք, իսկ իրեն հետո կբռնեք։ Ոչ, գնանք, քանի դեռ շատ ուշ չէ։ Հուսով եմ կբռնեն այդ ծերուկին, դա պետք է հատուցի այն բոլոր խնդությունների համար, որոնց միջով մենք անցել ենք այդ վանականի պատճառով, նա հրեշ է։ Ինչու պիտի այս ամենը տեղի ունենար, ինչու։ Նրանք կբացահայտեն մեզ Տեր Աստված։ Հանգիստ, տիկին Յոլանդա, հանգստացեք։ Ու վստահեք Տիրոջը լավ, ինչ էլ որ լինի դուք չեք զրկվի ձեր երջանկությունից։ Հուսով եմ Տերը կլսի ձայնդ ու կգթա մեզ։ Պարոն Տոնի, դες ինչ է պատահել։ Պարոն Տոնի, վանականը ձեզ իր ճանկերով է վնասել։ Ոչ, օգնեք ինձ, օգնեք ոտքի կանգնեմ, ոչ, վանականն ու Վալենտինոն փախան, հենց որ ձեր ձայները լսեցին։ Չի կարող պատահել, նա նորից փախել է։ Աչքերս քոր են գալիս։ Աչքերի մի տրորեք, նրանք ուժեղ գազ են բաց թողել, դա վտանգավոր է աչքերի համար։ Եկեք, նստեք այստեղ։ Ապրեք, ժամանակին եկակ տղաներ, իսկ հիմա օգնեք ինձ խնդրում եմ, օգնեք, դուրս գալ այստեղից։ Այո, մի անհանգստացեք պարոն Տոնի, ես ձեզ կօգնեմ։ Ես պետք է խնդրեմ կնոջս ու հարսիս, հանգստացեք, մենք ամբողջ տունը կստուգենք, տղաներ, առանց ստուգելու այստեղից ոչ մի քայլ չենք անելու, եղավ։ Այդ մարդասպանը չի կարող նորից փախչել։ Գնանք։ Օգնիր ինձ, օգնիր։ Ինչ պատահեց, բռնեցին նրան։ Ոչ, միայն պարոն Տոնին էր այնտեղ։ Նա մի փոքր վիրավորվել է, վանականն էլ փախել է։ Չի կարող պատահել։ Ուրեմն պետք է մի բան անենք, որովհետև Անաստասիան տիկին Յոլանդային վերցրեց ու դուրս եկավ, որ մի քիչ հանգստացնի նրան։ Խեղճ կինը հուզված էր։ Այդ դեպքում շտապեք, թե չէ վանականը կարող է նրանց վրա էլ հարձակվել։ Մի րոպե, Վալեսիլոս ու Ֆրեդի։ Դուք տան յուրաքանչյուր անկյունում մանրամասն ստուգեք, իսկ դու Ալվարես եւ Գոնսալես ինձ հետ դուրս եկեք, որովհետև պետք է հասկենք տարածքը ու ստուգեք այդ։ Գնանք։ Ահ, պարոն Տոնի, հարկ Աստծո, որ ոչինչ չի պատահել։ Շնորհակալ եմ, որ այդպես անհանգստանում ես ինձ համար աղջիկս, որտեղ են Անաստասիան ու կինս։ Նրանք դուրս եկան։ Անաստասիան տիկին Յոլանդայի հետ դուրս գնաց, որովհետև նա ահավոր նյարդայնացած էր։ Դրա համար էլ բոլորը նրանց փնտրելու գնացին, որպեսզի վանականը չփորձի ինչ-որ բան անել նրանց։ Աստվածիմ վերջ տիր այս քաոսին, վերջ տիր։ Ոչինչ չի լինի, հանգիստ եղեք։ Մայրապետ, լսեք ինձ։ Բանն այն է որ։ Նա հղի է եղել։ Մայրապետ, մենք ուզում էինք իմանալ, թե արդյոք Այստեղ միակ խոսողը ես պիտի լինեմ, եղավ։ Մայրապետ, Հելենա տատիկը երեխա է ունեցել, երբ այստեղ մենաստանումը եղել այնպես չէ։ Աղաչում եմ ձեզ, Մայրապետ, մի լռեք, գթացեք մեզ։ լսեք մայրապետ, մենք կարծում ենք, որ Հելենան տատիկի այդ երեխան հենց Էմիլիան է։ Մենք ուղղակի պետք է համոզվենք դրանում։ Մեզ ասացեք այդ երեխայի սեռն ու ծննդյան ամիսը ու մնացածի մասին մենք ինքներս կհոգանք։ Ինձ լսեք երիտասարդներ, խնդրում եմ։ Ճիշտ է, տիկին Հելենան այստեղ երեխա է ունեցել, բայց ես չգիտեմ աղջիկ է եղել նա թե տղա։ Իսկ երբ են ծնվել։ Դա նույնպես չգիտեմ, քանի որ նրանք չցանկացան այդ մասին որևէ տեղ նշում անել կամ թեկուզ ծննդյան վկայական վերցնել։ Միակ բանը, որ կարող եմ ձեզ ասել, այն է, որ այդ մանուկի ծնունդը շատ մեծ դժբախտություններ բերեց։ Ինչ է պատահել, Յոլանդա։ Վալենտինոին կամ վանականին չեք տեսել։ Վալենտինոին, բայց միթե նրանք նկուղում չէին։ Ախ, Աստվածիմ, Տոնի։ Ոչինչ չկա, պարոն։ Տղաները ամբողջ տարածքը հետախուզեցին։ Այստեղ տարօրինակ բան է կատարվում։ Ինչ է պատահել։ Ինչ է եղել, բռնել եք այդ սրիկա վանականին, ես իմ սեփական ձեռքերով պիտի նրա աչքերը հանեմ, պիտի կնքամորս վրեժը լուծեմ, նա ձեզ ասաց, թե որտեղ է քույրս։ Անաստասիա,
Ինչպես է պատահել, որ բոլորդ միասին եք այստեղ եկել վանականին փնտրելու համար։ Ակվիլես, Այստեղ ինչ գործ ունես, Կոնստանսա։ դե ոչինչ, իսկ դու, Ես նույնպես ոչինչ։ ինչը ոչինչ, Դե ես նույնպես ոչ մի գործ չունեմ։ ասածս մի կրկնիր, սկզբից ես ասացի, որ ոչինչ չեմ անում։ Ոտքերիդ ինչ է եղել։ Ամբողջովին կեղտոտու ցեխոտ ես։ Դե այգու խոտը թաց էր։ Հարկավոր է Պիային ասել, որ այգեգործն անպիտանի մեկն է։ Որտեղ է նա։ Դու տեսել ես նրան։ Կամ այն ժամանակներում քերդ միակ ոստիկանն է եղել, կամ իրոք շատ դեպքեր է բացահայտել, որովհետև տես թե քանի նկարներում կա։ Իր ժամանակին նա լավագույն ոստիկանն էր։ Ճիշտ է, իր ժամանակին, որովհետև նա վաղուց է գործից դուրս եկել, չէ՞։ Բայց դա կապ չունի, մինչև հիմա էլ ոստիկանությունից շատերն են չբացահայտված դեպքեր բերում, որ նա օգնի իրենց, ու նա էլ օգնում է։ Իհարկե թե չի խմում, ուղեղը լավ է աշխատեցնում։ Լսիր իսկ, ինչու նա չի շարունակել աշխատանքը։ Դե որովհետև նա խնջույքների սիրահար է, ու երբեմն իրոք շատ է խմում, այլապես իր գոլեգաներից լավագույնը կլիներ։ Այսինքն որքան հասկացա նա անթերի է գործել։ Լսիր իսկ, դու պատահաբար չես հիշում, կամ նա քեզ չի պատմել տիկին Հելենա Բորովսկի գործի մասին։ Ճիշտն ասած, նա ինձ երբեք ոչինչ չի պատմում։ Դա պարոն Ֆակունդոյի բնավորությունն է, որքան էլ խնդրես, երբեք իր գործերից ոչինչ չի ասի։ Դրա համար էլ ես չգիտեմ, իդեպ վերջին անգամ էլ մայրդ էր նրանից այդ մասին հարցրել։ Ապա այստեղ նա իր Մակո։ Այստեղ նա իր։ Ոյ քեզ բան։ Սպասիր, այստեղ նա իր։ Որովհետև տարօրինակ է, որ բոլորդ զուգադիպությամբ այս տուն եք եկել Վալենտինոյի ու վանականի հետ։ Պարոն, այստեղ եկեք։ Նա դեռ ողջ է։ Շտապօգնություն կանչեք, խնդրում եմ, շտապօգնություն կանչեք, նրանք պետք է փրկեն, նա միակ մարդն է, որ կարող է ասել, թե ով է վանականը, շտապօգնություն կանչեք։ Ինչպես արդեն ասացի ձեզ երիտասարդներ, Հելենան այստեղ է անցկացրել իր հղիության բոլոր ամիսները, բայց երբ ծննդաբերելու ժամանակը եկել է, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Մանրապետ, խնդրում եմ, ես չեմ հավատում, որ դες ասած չլինեն, թե ինչ է նա ունեցել։ Մեզ համար իսկապես կարևոր է դա իմանալ, Մայրապետ։ Լսեք, Մայրապետ, եթե այդ երեխան Էմիլիան է, ապա նրա կյանքը կարող է շատ փոխվել։ Դա մահաբեր կլինի։ Շատ հնարավոր է, որ նա վանականի հերթական զոհերից մեկը լինի։ Ախ, Աստված իմ, դու ասես Օզի Օզբորնը լինես, ձայնդ կտրիր։ Այդ դու ձայնդ կտրեր։ Դե ինչ որ է, Մայրապետ, նրա վրա ուշադրություն մի դարձեք։ Աղջիկն այնպիսի կրոն է ընդունել, որ իրեն թույլ չի տալիս լողանալ։ Դուք միայն ասացեք, թե ինչ երեխա էր այդ երեխան։ Գոնե ասեք, թե որ հիվանդանոց են նրան տարել, Մայրապետ։ Լսեք, ես ձեզ այլևս ոչինչ չեմ կարող ասել տիկին Հելենայի մասին, որովհետև ուրիշ ոչինչ չգիտեմ։ Ինքներդ գիտեք, որ երբ հիվանդն այստեղից դուրս է գալիս, սովորաբար ոչ ոք չի հետևում նրան։ Միայն կարող եմ ասել, որ երբ տիկին Հելենան այս մենաստանից հեռացավ, ամեն ինչ առեղծված դարձավ։ Բերքը սեղմիր, որ դադարեցնես արյունահոսությունը։ Դե խոսիր Սրիկա, դու ես հորինել վանականի այդ ամբողջ խելագարությունը, խոսիր։ Ով է մարդասպանը, ես ուզում եմ իմանալ որտեղ է քույրս։ Բավական է, վերջ տվեք տիկին, դուք այստեղ անելիք չունեք, Լազարո տար նրան։ Դուք չեք հասկանում, հենց այդ կեղտոտ ծերուկն է ստեղծել մարդասպանին, նա է ստեղծել կնքամորը սպանողին։ Տար նրան, տար Լազարո, տար։ Ես ուզում եմ իմանալ ով է վանականը, դու պիտի խոսես անիծյալ։ Մեռնելուց առաջ էլ լինի, գերեզմանում էլ լինես, դու պիտի խոսես, երդվում եմ քեզ Սրիկա, երդվում եմ։
Ինչ ասաց քեզ Վալենտինոն, ինչ էր ուզում։ Ոչինչ, տիկին, ոչինչ։ Նա միայն ուզում է տանջել մեզ։ Սպանելու նպատակ չունի, պարզապես ուզում է, որ տառապենք ու տանջվենք։ Դե գիտես ինչու։ Ախ, Տոնի, միակ բանը, որ ուզում եմ քեզ հետ երջանիկ լինելն է։ Այսքան տարիներ սպասել եմ, որպեսզի այսպես քեզ հետ լինեմ, քո օրինական կինը դառնամ։ Ինչպես եկեղեցին է ասում, Աստված է կամենում, որպեսզի այս ամենի միջով անցնենք ծերուկս։ Ոչ, Վալենտինոն ուզում է պատժել մեզ։ Դա է նրա ուզածը, ուզում է իմանալ որտեղ է այն աղջիկը, որ Հելենան է իրենից ունեցել։ Ուզում է իմանալ ինչ է պատահել նրա հետ։ Տեսնում ես, Տոնի, տեսնում ես։ Կամաց բոլորը կիմանան կատարվածի մասին, ինչ ենք անելու։ Աստված իմ այ քեզ դժբախտություն։ Ոչինչ, ինչ պետք է անենք։ Ես նրան ասացի, որ ոչինչ չգիտեմ, բացարձակապես ոչինչ չգիտեմ այդ աղջկա մասին։ Ու իրոք այդպես է։ Պարոն Տոնի, չեք պատկերացնի ինչ է եղել, ինչ է պատահել։ Նրանք այգում գտել են պարոն Վալենտինոին, որի վրա դաշույնի հարվածի հետք կա։ Իսկ վանականը։ Որտեղ է վանականը։ Տիկին Յոլանդան իսկապես հետաքրքիր կին է, չէ՞։ Լսիր, չլինի թե քերդ է վանականը, ու դրա համար էլ այսպիսի բաներ կան իր մոտ։ Ոչ մի դեպքում ինչեր ես խոսում։ Մայրս ինձ այստեղ է ուղարկել, որ ծերուկ Ֆակունդոից որոշակի բաներ սովորեմ, չէ՞ որ նա ոստիկան է եղել։ Դե իհարկե, դու պետք է նրանց հարբեցողություն սովորես։ Ինչ է եղել քերի։ Ինչ է եղել, ինչու՞մն է բանը։ Դրսում տոտ է։ Սա ճաշի համար է։ Ձուկը մաքրիր, լվա ու տապակիր։ Կարգին կանես։ Ես սովից մեռնում եմ։ Եղավ, շատ լավ։ Իսկ ես եւ դու պիտի խոսենք, Զարմիկ։ Անկեղծ ասած ես հենց դա էլ ուզում եի քերի, որովհետև շուտ հարցեր ունեմ քեզ տալու։ Նախ առաջին հերթին ինձ այն ալբոմն է հետաքրքրում, որ մայրս է տվել։ Ինչ սզվելի հոտ է։ Կարծես քեզանից է։ Քեզանից ցկան հոտ է գալիս։ Դուրս գնա։ Գնա կարգին ցայվիր, դե գնա։ Դրանից հետո նոր կպատրաստես։ Տոտին ասա թողոքնի քեզ։ Հիմա գնում եմ։ Ես պիտի կարակասում մնայի, լուրջ եմ ասում։ Այնտեղ գոնե ձուկ չէի մաքրում։ Նմանատիպ գործեր էլ չէի անում։ Մի լավ կմաքրես, լավ։ Otro que llega en rol extraño. Ինչ է եղել, որևէ բան է պատահել։ Ոչինչ էլ չի պատահել։ Ճիշտն ասած, չգիտեմ, թե Ակվիլեսն ինչեր է խոսում, ինչ պահելաձևի մասին է խոսքը։ Աստորեն հայրիկը տանը չի Ակվիլես։ Իսկ դու որտեղից գիտես, որ նա տանը չէ։ Չես ինչ է եղել Ակվիլես, հիմա էլ Շերլոք Հոլմսի դերի մեջ ես մտել։ Ես ուղղակի զանգել էի ու նոր աշխատողն ասաց, որ տանը չէ։ Բայց սա ինչ բան է Ագրիպինա գրողը տանի, չես սամաչում այս տեսքով փողոց դուրս գալ։ Գրողը տանի։ Ես պարզապես ունկնդրման էի գնացել։ Չեմ հասկանում ինչ վատ բան կա դրանում, ասա տեսնեմ։ Ունկդրման, քեզ դեր են տվել։ Ինչ։ Ինչ դեր։ Խուլի։ Լսիր, միթե դու չես լսել, որ Ագրիպինա լսողության հետ կապած խնդիր ունի։ Հապա կարթա շրթունքներս, լսում ես ինձ, պանիրով լոբի, լսեցիր, պանիրով լոբի։ Լսիր լուրջ եմ ասում, կյանքիս մեջ դեռ այսպիսի հիմարություն չեմ տեսել։ Ունկնդրումը քննության նման մի բան է, որ ստուգեն դու տաղանդ ունես դերասանուհի աշխատելու համար թատրոնում կամ հեռուստաստուդիայում։ Դժբախտաբար ռեժիսորը մի խեղճ ու կրակ հիմարի մեկն էր ու առանց ունկնդրման այդ գատոբելային նախընտրեց։ Սպասիր, ես ոչինչ չհասկացա, հիմա քո դերը խուլի դեր չէր։ Գրողը տանի Կոնստանսա, քեզ կարելի է հիմարների թագուհի կարգել, ճիշտ եմ ասում։ Ասացի, որ ոչ ոք չի կարող ներս մտնել։ Ես այս հիվանդանոցի հերթապաբժիշկն եմ, հետևաբար որտեղ ուզեմ կարող եմ մտնել։ Պարզ եմ։ Ողորմած Աստված։ Տեսեք ով է այստեղ։ Իմ լավ բարեկամ, պարոն Վալենտինոն։ Լսիր, մեզ մի դրթիր, որ ուշի դիմենք, բարի եղիր հեռանալ։ Ինչ է պատահել ծերուկ։ Ով է քեզ հետ այսպես վարվել։ Պարոնեք, հիմա դες մի բան խնդրեմ, դուրս եկեք այստեղից։ Նա ծանր վիճակում է։ Դու կարող ես նրա բժիշկը լինել, եթե ուզում ես, բայց չես կարող հարցակ քննել նրան։ Թե գուցե գախնի վկա ես ու գիտես, թե ով է վանականը։ Տեր Աստված։
Լսիր, ուրեմն դու իսկապես գիտես թե ով է այդ առողջվածային մարդասպանը։ Լսիր ծերուկ։ Արի այսպես պայմանավորվենք, որպես բժիշկ ես քեզ կօգնեմ ոտքի կանգնել։ Բայց նախ դու ինձ պիտի ասես թե ով է այդ վանականը։ Եկել եմ, որովհետև հարկավոր է որքան հնարավոր է շուտ կարգավորել Վիոլետայի հետ կապված հարցը։ Ես չեմ ուզում այլևս ոչինչ խնդրել հայրիկից։ Շատ լավ։ Երբ նա այստեղ կգործի կանցնենք։ Ես այլևս ոչ մի ստուգի կեղտոտ խաղեր չեմ ուզում։ Ինչ նկատի ունես։ Եթե այստեղ չես եկել, որպեսզի ինձ օգնես նոր կյանք սկսելու համար, ուրեմն կարծում եմ ավելի լավ կլինի գնաս հայրիկ։ Ես կտեսնեմ թե ինչ կանեմ ու ինչպես կլուծեմ Վիոլետայի անցյալի հարցը։ Հենց դրա համար էլ եկել եմ, որպեսզի օգնեմ իրագործելու այդ մտադրությունը։ Շատ լավ։ Ուրեմն ես կվստահեմ քեզ։ Միայն խնդրում եմ, նրան ոչ մի բանում չմեղադրես, ոչ մի վատ բան չասես։ Ընդունես ու հարգես նրան։ Նրա ամեն մի խոսքը պայմանավորվեցինք։ Լավ, Սանտիագո։ Եվ մի բան էլ հայրիկ։ Խնդրում եմ խոստացիր, որ երբ այս ամենը վերջանա, դու նրան ընդմիշտ հանգիստ կթողնես։ Լավ, շատ լավ։ Հենց որ մոռանամ Վիոլետային երկրորդ հնարավորությունը կստեղծեմ Ագրիպինայի հետ բարելավելու ամուսնական հարաբերություններս։ Շնորհակալ եմ հայրիկ։ Այսօրվանից բոլորս մեկս մյուսին մեկ այլ հնարավորություն կտանք նոր պատմություն կերտելու համար։ Մենք իսկական ընտանիք կդառնանք։ Գրկիր ինձ։ Իսեր ասու ծերուկ, դու ինչ է, չգիտես, որ քեզ բժշկի նման բարերն ասելը դաստիարակություն է համարվում։ Նա ինչ ասաց։ Մի քանի անհարգալից բարեր։ Իրոք շատ անվայելուչ բարեր էին։ Ուզում ես կրկնեմ դրանք։ Ես նույնպես սիրում եմ քեզ ծերուկ։ Դու պետք է ամեն գնով փրկես այդ մարդուն Լեոն։ Կնքան մայրեսած Սրիկայի պատճառով մահացավ։ Այդ ծեր հրեշավորի, որ ստեղծել է այդ վանականին, նա է այդ մարդասպանին ղեկավարում։ Դե իհարկե, նա էլ է որոշում, թե ում պիտի այդ մարդը սպանի։ Անաստասիա, ես բժիշկ եմ։ Իմ պարտականությունը մարդկանց կյանքը փրկելն է, այլ ոչ թե շահադիտական նկատառումներով գործելը։ Ինչու ես գոռում աղջիկ, այս մեկն էլ է խուլի դերում հանդես գալու կնդրմանը մասնակցում։ Գիտես թե ինչ է եղել։ Այդ խեղճուկրակ շաղակրած ծերուկը, որի հետ դու ժամանակ էիր անցկացնում, հենց նա է ստեղծել այդ վանական կոչեցյալին, հրեշին։ Սուտ է։ Որտեղից գիտես դա։ Վանական ստեղծող։ Իմացա։ Նույն ձևով էլ Գեպետոն է ստեղծել Պինոկիոյին։ Սարսափելի է մտածել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այժմյան հեքիաթները երեխաների վրա։ Ոչ մի հեքիաթ էլ չկա, եթե ուզում ես կարող ես Վիոլետայից ու Յոլանդայից հարցնել, նրանք տեսել են այդ ամենը, կամ հենց պարոն Տոնից հարցրու, նա նույնպես գիտի։ Իսկ որտեղ է Վալենտինոն։ Լավ, շատ լավ, մի ասա, կասկած չկա, որ նա բանտում է։ Փաթիլն ու 7 թզուկները հեքիաթի մեջ վերջն այդպես է։ Ախ Աստված իմ։ Ոչ, թույլ տուր ասեմ, որ նա հիվանդանոցում է։ Դժբախտաբար այդ ծեր սատանան չի մահացել իրեն հասրած դաշույնի հարվածից։ Վալենտինոն վերակենդանացման բաժանմունքում է։ Վաղը հարցը քննելու են նրան։ Հենց վաղը այդ անիծյալը պետք է ինձ ասի, թե ով է վանականը, ցանկանա դա, թե ոչ։ Դա ահավոր էր, բայց բարեբախտաբար ոչինչ չպատահեց։ Պարոն Տոնին ու տիկին Յոլանդան անվնաս դուրս եկան այդ ամենից։ Լավ։ Ներիր, որ այնտեղ չէ, որ պաշտպանեի քեզ ու իմ փոքրիկին։ Ներիր։ Լավ, Վիոլետա։ Այժմ արդեն սա է այն ընտանիքը, որին պիտի միանաս։ Պիտի ասեմ, որ դու դեռ ժամանակ ունես, որ ծնողներիդ մոտ վերադառնաս, քանի դեռ այս աստվածային ընտանիքի անդամը չես դարձել։ Հայրիկ, հիշիր թե ինչ ես խոստացել ինձ։ Այո, ներիր, շիրավացի ես։ Լավ։ Արի մի անգամից սկսենք։ Նստիր։ Լավ հարմար բերի, որովհետև քո կյանքի պատմությունը փոխելը այնքան էլ հեշտ չէ։ Արի այսպես պայմանավորվենք։
Դու քո թունոտ բառերը վերահսկիր, ես էլ իմ գարշանքը, որպեսի արագ վերջ տնենք այս իրավիճակին, որն արհարմար է բոլորից համար։ Լավ, ճիշտ ես ասում։ Տեսնենք, Վիոլետա, տեսնենք, թե ինչ տհաճ բաներ կան քո անցյալում։ Ամենաշատն ինչ ես ուզում, որ քո անցյալից անհետանա։ Սանտիագո, մինչև այս ամենը սկսելը ես ուզում եմ քեզ հետ առանձին խոսել։ Ինչ է ուզում վանականը։ Ասում եմ, չէ, ես պետք է կարակասում ունեի։ Չգիտեմ, թե ինչ է ուզում վանականը, բայց ինձ նյարդերը հանգստացնող դեղ է հարկավոր։ Վանականը երազների խաչն է ուզում։ Իսկ իջու չի գողանում այն։ Դա ինձ դար մտածելու տեղիք է տալիս, հասկանում ես ինձ։ Ես վանականի մասին ոչինչ չգիտեմ, բայց հաստատ ուրիշ պատճառ էլ կա։ Աշխատացրու գլուխը տղա։ Ինչ է անում վանականը։ Դե վանականը սիրում է նկարանել է զոհերին, ճիշտ չէ։ Սիրում է նրանց տարապելիս նկարանել։ Կարծես նրան հաճույք է պատճառում։ Հետո ամեն ինչ հավաքում է մի քանի սև պայուսակների մեջ։ Ամեծ պայուսակ ունի, ամել փոքր, որովհետև փոքրերի մեջ օրինակ Մարիա Գրացիայի նման փոքրամարմիններին է պահում, իսկ մեծերի մեջ էր Մատեոյի նման հաղթանդամներին, իսկ հետո մի քանի սիդիակները մշակում է եւ որպես հուշ պահում դրանք։ Վատ իրավիճակ է։ Ճիշտ է, ոչ մի հետք չենք կարողանում գտնել։ Ոչ, սա անալի է, բավական աղ կա մեջը։ Ես այսօր փորձեցի ու Ոչ, ես դա նկատի չունեմ։ Ուզում եմ ասել, որ այդ մարմինները աղով է լցնում։ Նա դրանք աղով է լցնում, որպեսզի կարողանա պահել։ Կտեսնեք, որ այդպես է։ Ինչու հայրիկ ես խնդրեցիր, որ գնամ։ Ինչու ես խուսափում նրա ներկայությունից Վիոլետա, ասա։ Ինչ կա, որ ուզում ես ջնջել ու երբեք չասել ինձ։ Ավելի լավ է ամեն ինչ այսպես էլ թողնենք։ Ես չեմ եկել որպեսզի քեզնից հաշտություն խնդրեմ ու ոչ էլ որովհետև ուզում եմ ջնջել իմ անցյալը։ Եկել եմ, քանի որ ուզում եի իմանաս, որ ես քեզնից երեխայի եմ սպասում։ Ինչու ես անընդհատ փորձում պաշտպանվել, Աստված իմ։ Իսկ դու ինչու ես անընդհատ ուզում ինչ-որ բանում համոզվել։ Գրողը տանի, ես քեզ հետ, ասես, միշտ քննություն հանձնելիս լինեմ, ավելի լավ է ամեն ինչ առաջվա նման թողնենք։ Դու քո ճանապարհով գնաս, ես էլ իմ ու վերջ։ Ինչու ես ուզում սպանել ինձ։ Ես երբեք ոչ ոքի չեմ ասի, թե ով ես դու, իմացիր դա։ Իմ ու քո պատմությունը բժիշկ Ֆրանկենշտայնի պատմության նման է։ Մի խելագար հանճար, որն իրեն Աստծո տեղն է դնում, այո։ Ես եմ քո Աստվածը, փաստորեն ես եմ քեզ արարել, ես եմ քեզ ստեղծել ու հիմա դու ուզում ես սպանել ինձ։ Այո, այդպես է, ինչ որ կերպ ես քո հայրն եմ։ Ինչպես կարող ես հարձակվել մեկի վրա, որը կյանք է տվել քեզ։ Ենթադրում եմ, որ բոլորի հետ էլ նման բաներ հաճախ են լինում, ովքեր սատանայի հետ են խաղում ու փորձում իրենց Աստծո տեղ դնել։
Առաջ դու մահացած էիր, իսկ հիմա ողջ մարդկային արարած ես։ Y pretendemos ser dioses. Ինչու ես նկարում ինձ։ Y ahora Ինչ ես ուզում որ քեզ ասեմ։ humano, vivo. Pero, ¿por qué me estás grabando? ¿Qué quieres que te diga? ¿Eh? Դու իսկապես ինձ ավելի ես շփոթեցնում։ Դրա համար էլ մոռացիր այդ անցյալը։ Այլապես կշարունակենք միշտ նույն բանի համար վիճել իրար հետ։ Ինչու է այդ ամենը նորից սկսենք։ Ուրեմն չես ասի, թե ինչն է քեզ անհանգստացնում։ Ոչ։ Առավել եւս հիմա, երբ պատրաստվում եմ քեզ երեխա պարգևել։ Դե ինչ պատահեց, ինչ ենք անելու։ Եթե ուզում ես, կարող եմ քեզ բակ տանել ու լողացնել ձիու հետ։ Դե ուրեմն կեր ու լռիր։ Սարմիկ, իսկ վանականը շատ մեթոդիկ է։ Դե վանականը քերին։ Ճիշտն ասած նա շատ տարօրինակ մարդ է։ Որոշ բաներ կան։ Ոչ, չեմ արսում, թե արդյոք նա տարօրինակ է կամ թե արդյոք քառակուսի գծերով գուլպա է ագրում, ոչ։ Լսիր, դու ուզում ես մեզ խելագարության հասցնել, չէ՞։ Ավելի լավ է գնանք։ Էй, դու նստիր ու շարունակիր ուտել։ Լավ, եղավ։ Լավ, իմ հարցին վերադառնանք։ Ասում էի, վանականը մեթոդիկ է։ Դե, այո։ Ինչ այո։ Լսիր մի բան ասեմ։ Այդքան դժվար բան է ասել այո։ Այո, պարոն։ Կամ ոչ, պարոն։ Դժվար է։ Դե ոչ։ Ոչ, պարոն։ Աստորեն։ Վանականը չի սիրում հետքեր թողնել։ Ոչ։ Այսինքն ոչ, պարոն։ Շատ լավ, իսկ նա ձեռնոցներ է օգտագործում, որպեսզի հետքեր չթողնի։ Այո, պարոն։ Ուրեմն նա մեթոդիկ ու շրջահայաց մարդ է։ Լավ։ Սարմիկ, վաղը դու կառակաց կգնաս ու բոլորին կասես, որ դու վանականի կողմից թողած հետք ունես։ Եղավ։ Իսկ դա մոտավորապես ինչպես պետք է լինի։ Դա քեզ համար չէ ձայնդ կտրիր ու կեր։ Սկույշ կլինես փշերը կոկորտիդ մեջ չմնա ու չխեղդվես։ Ամել բավական է ինչ հազիվ կրկնես։ Սա քեզ համար է տոնի, սարիկա։ Այս մարդուն վանական են կոչում։ Ուզում ես իմանալ, թե ով է նա։ Նա մի անձնավորություն է, որը քո սեղանի շուրջ է նստում, որին ամեն օր քո տանն ես տեսնում։ Նա մի դժբախտ մարդ է, որը չի կարողացել իր ուզածին հասնել, ու դու նրան քո ձեռքի խաղալիքն ես դարձրել։ Այս անձնավորությունը հիմա ատում է քեզ տոնի։ Իսկ ես օգտվեցի այդ ատելությունից, որպեսզի ստեղծեմ վանականին։ Ինձ մի քիչ ջուր տուր, կոկորտս չորացել է։ Լավ, արի մյուս մասն էլ տեսագրենք։ Այն մասը, որն ամենաանսպասելին ու ապշեցուցիչն է Բորովսկիների ընտանիքի բոլոր անդամների համար։ Վիոլետա, ես ելևս չեմ ուզում վիճել քեզ հետ, այնպես որ։ Ասա, ինչ կարող ենք անել։ Ես նախընտրում եմ ոչինչ չասել։ Ուզում եմ պահել այդ գաղտնիքը։ Դու կարող ես ապրել մի կնոջ հետ, որը քեզնից մի ահավոր բան է թաքցնում։ Դա իսկապես նախընտրելի չէ ինձ համար, Վիոլետա։ Ես չեմ ուզում, որ մեր միջև ինչ-որ մութ բան լինի։ Ինչու չես վստահում ինձ։ Տեսնում ես, որ այդ հարցից նորից սկսում ենք վիճել։ Եթե ես քեզ վստահեմ ու ասեմ այդ մասին, դրանից հետո էլ դու ինքդ չես վստահի ինձ, իսկ եթե լռեմ կստացվի, որ ես էլ քեզ չեմ վստահում։ Լավ, արի այսպես անենք։
Արի մոռանանք այս ամենի մասին, լավ։ Վերջ։ Ես քեզ վստահում եմ ու սիրում։ Բայց մի բան։ Երբեք չհեռանաս ինձանից։ Եվ մտքիցդ էլ հանիր այն, որ իբր ես քեզ չեմ ներել։ Դու ես միակ անձնավորությունը, որ կարող ես ներել ինքդ քեզ։ Ինչու ես դու այդքան լավը։ Ինձ մի բան խոստացիր։ Խոստացիր, որ երբ վիճակի լինես հաղթահարել ճշմարտությունը, կներես ինքդ քեզ, ու այդ դեպքում ինձ կասես այդ գաղտնիքը։ Խոստանում եմ։ Ձայնդ կտրիր։ Բայց այդ տատիկը հենց ծննդաբերելուց առաջ է մահացել։ Մահվան վկայականի միջոցով կարող են հաշվարկներ անել։ Իսկ եթե մեկ ամսից անց է մահացել, Ինչու եք այդպես հետաքրքրված Հելենայի մահով։ Մայրիկ մենք մի վարկած ունենք, բայց դեռ վստահ չենք դրանում։ բանն այն է, որ մեր կարծիքով երեխան, որին տատիկը մեռնելուց առաջ ծննդաբերել է, հենց Էմիլիան է։ Ոչ, Աստված իմ չի կարող պատահել։ Դա անհնար է։ Ինչու է անհնար Յոլանդա։ Եթե մի բան գիտես, խնդրում ենք ասա, որ ազատվենք այս կասկածներից։ Դե բավական է, քեռի, բավական է կոպիտ վերաբերվես։ Ու նման կատակներն ես, խնդրում եմ։ Ասա տեսնեմ ինչ ես մտածում։ Այդ վանականը։ Նա ինչ որ պլան ունի։ Քո կարծիքով նոր բան բացահայտեցիր։ Լռիր։ Այո, նա ինչ որ պլան ունի։ Ու այն էլ շատ բարդ, խճճված ու լավ մշակված։ Այդ մարդը խելացի է, խորամանկ, շրջահայաց։ Նա ինքն էլ գիտի դա։ Գիտի նաև, որ դուք երկուսդ էլ անկարող սկսնակներ եք։ Էլ ուրիշ հաճախոսություն չկար, որ մեր հասցեին աներ հիմար։ Լավ։ Լավ, քեռի, պարզ եմ։ Բայց այդ դեպքում ինչ պլան է դա։ Ուզում ես սպանել բոլորիս։ Մեզ այնց վրեժ լուծել։ Կարող ես ինձ բացատրել, թե ինչպես կարող է Որովսկիների նման ընտանիքում այդպիսի մարդասպան ծնվել։ Պատճառը վիշտն է։ Պարզապես այդ ընտանիքում չարություն ու վիշտ կա բույն դրած։ Այդ ընտանիքի անդամներից մեկը ամենաթույլը։ Պետք է նման դաժան մարդասպանի վերածվեր, որպեսի փրկեր իրեն։ Բայց այստեղ բնորոշ մի բան կա։ Յուրաքանչյուր քայլ արվում է կամ յուրաքանչյուր մարդասպան գործում է մի ամբողջ խմբի շահերից ելնելով։ Այո։ Դա ասես ֆիլմի նման մի բան լինի։ Վավերագրական ֆիլմ։ Նա այդ ամենը պատրաստում է, որովհետև ուզում է ճանաչվել դրանով։ Լսիր, եթե ցանկանաս, հետո մեզ մի քանի բան կասես վիճակախաղերի մասին, որովհետև այնքան պայծառ միտք ունես, որ վախեցնում ես ինձ։ Լռիր։ Գիտես ինչ։ Հենց այդպես էլ կա, քեռ, այդպես էլ կա։ Հենց դրա համար են ամենուր տեսախցիկ պահում։ Դրա համար են նա նկարել Սանտիագոյին մոմերի հետ։ Նաև մայրիկիս է նկարել, երբ ցանկացել է շնչահեղձ անել նրան։ Անաստասիային նույնպես նկարել լոգարանում։ Իսկ ով է այդ ընտանիքում ֆիլմեր սիրում Սարմիկ։ Բավական է, էլ չեմ կարող շարունակել, հոգնեցի, դու արդեն բավական լավ նյութ ունես, գերազանց բան կստացվի, հավատացնում եմ, որ սա ամենահետաքրքիր ֆիլմը կհամարվի։ Վերջապես դու կհասնես քո երազանքին։ Կազատվես այս թշվառ կյանքից, որ Անտոնիո Բորովսկին է պարտադրել քեզ։ Շատ լավ։ Այժմ քեզ մի վերջնական փորձություն է սպասվում։
Այո, իհարկե, այդպես է։ Դու գիտես, որ դրա կարիքը կա։ Դու չես կարող պարտվել։ Ու ոչ էլ կարող ես ինձ դուրս տանել հիվանդանոցից։ Ուրեմն ոչինչ չի մնում անելու։ Բացի այդ, ես արդեն բավականին երկար կյանք եմ ապրել։ Իսկ հիմա քո հերթն է։ Դու բավականին փող ունես եւ կարող ես ինչ ուզում ես անել։ Զգացմունքներին զոհ մի գնա։ Ոչ, դու պետք է ինձ սպանես։ Այլապես վաղը նրանք ինձ կհարցաքննեն ու կստիպեն, որ խոսեմ։ Ուրեմն ինչու է նա այս աղջկա մարմնի մեջ մտնում ու տանջում նրան։ Աստծո սիրուն, մոռացեք այդ մասին։ Վերջում դուք այդ ամենով խելագարության կհասցնեք այդ խեղճ աղջկան։ Մայրիկ բանն այն է, որ մենք Հելենայի հղիության մասին մի ապացույց ենք գտել, որը համընկնում է Էմիլիայի ծննդյան թվի հետ։ Այդ կինն էլ է 78 թվին ծննդաբերել։ Հերիք է անցյալը փորփրեք։ Այդ երեխան երբեք էլ գոյություն չի ունեցել։ Եթե երբեք էլ գոյություն չի ունեցել, էլ ինչու ես այդքան խուսափում այդ թեմայով խոսելուց, թե ինչ որ կապ ունես այդ անհետացման հետ։ Մայրիկ, խնդրում եմ, մի բան ասա, պաշտպանիր քեզ, խոսիր։ Ես ենթադրություններից պաշտպանվելու կարիք չունեմ։ Ու բավական է քիծներդ մի բանի մեջ խոթեք, որը ձեզ չի վերաբերվում։ Դեսեք, եթե դա հաշվի առնենք, այդ տանը բոլորն տեսախցիկ ունեն։ Դու էլ պակասի չես։ Դու էլ տեսախցիկ ունես։ Հարցնում եմ, որովհետև ուզում եմ իմանալ ինչ է ուզում այդ վանականը, ինչ է փնտրում։ Օրինակ, երբ մարդ ուզում է իրեն վագր զգալ, վագրի նման է հագնվում։ Սպասիր, այսինքն երբ մարդը ուզում է իրեն մարդասպան զգալ, պիտի վանականի շորեր հագնի։ Դե լավ ընկեր, լռիր։ Դու էլ մի կողմից ես սկսել։ Քերի, ես քո ասածի հետ համաձայն եմ, այո, վանականը ֆիլմեր է սիրում, բայց որքանով ես գիտեմ այդ ընտանիքում ոչ ոք այդպիսի հակում չունի։ Որովհետև դու ոստիկան չես, որպեսի դա զգաս Սարմիկ։ Դու մի փոքր անփորձ ես ու դեռ նոր ես կյանք մտնում։ Երբ մեկին կասկածում ես, սկսում ես հոտարությամբ հետապնդել նրան, տեսնում ես նրա քայլվածքը, որ հնարավոր է, որ անգամ սիրահարվես նրան։ Վերջ, ինձ այս ամենը դուր չի գալիս։ Դրա մասին այլևս չխոսեք, այնպիսի զգացողություն եմ մոտս, որ այս ընկերը ուսուցիչ է, իսկ ես էլ ծուր աշակերտ եմ։ Դե լավ, ամեն դեպքում վանականը մնում է վանական։ Այնպես որ եթե բան եք ուզում ասել, միանգամից բուն թեմային անցեք։ Հերիք է։ Տոնի, իրերն այս տանն ավելի ու ավելի են բարդանում, երիտասարդները գիտեն, որ Հելենան Մենաստանում եղած ժամանակ հղի է եղել։ Իբր բավական չէր այն, որ Վալենտինոն էլ ինձ այդ երեխայի մասին էր հարցնում։ Չգիտեմ, Յոլանդա, ես փակում եմ աչքերս ու այդ փոքրիկ արարածի ձայնն եմ լսում։ Ինձ թվում է մղձավանջ ես հակարդես այդ ամենը 3 է տեղի ունեցել։ Ինչ ենք անելու։ Երբեք մտքներովս չէր անցնում, որ Հելենայի հետ կապված այդ ամբողջ խնդիրն այսպես կավարտվի։ Մեզնից մեկն այդպիսի մարդասպանի ճանկը կընկնի։ Փառք Աստծո, վաղը Վալենտինոն կխոսի։ Ոստիկանությունը կհարցաքննի նրան ու նա ամեն ինչ կխոստովանի։ Բոլորս կիմանանք, թե ով է նա իրականում։ Իսկ դուք ասես, թե որտեղ է քո աղջիկը, որովհետև երիտասարդները պնդում են, որ նա հենց Էմիլիան է։ Այդ քրողի տարած երիտասարդներն ինչ ուրիշ անելիք չունեն, փոխանակ մի բան սովորեն, չգիտեմ, մի կարևոր բանով զբաղվեն, խելքները դրան են տվել։ Նրանք չեն կարող ուրիշների կյանք ներխուժել ու այս ընտանիքի անցյալը փորփրել, ոչ։ Ուրեմն նա է, Կոնստանսան այդ աղջկան որպես իր հարազատ դուստր է մեծացրել։ Լսիր, Յադիրա, կներես, բայց Յոլանդան շատ տարօրինակ է իրեն պահում։ Այո, նա հաստատ ինչ-որ բան գիտի։ Եթե իմանալ, ոչինչ չի ասի։ Անկասկած դու Հելենայի աղջիկն ես, իսկ դու բավական է, նկարես, նյարդայնացնում ես ինձ։ Նիկոլաս, չնեղանաս, ես քո ընկերն եմ, բայց պիտի ասեմ, որ տեսախցիկը քեզ դեռև խենթացրել է։ Լավ, դե լավ, հանգիստ ողեք ինձ։ Ինձ հիմա այդտեղ մի դրեք, լավ։ Ի վերջո միայն նկարածն է մնում։ Մեկը մեռնում է, մյուսը անհետանում է։ Իսկ էլ բոլորի կերպարները անդմիշտ այստեղ են մնում, ինչպես ֆիլմերում է լինում։ Դե լավ, ինչ ուզում ես արա։ Տեսեք, միայն մնում է, որ գնանք ու մայրիկիս հետ խոսենք։ Միգուցե նա ինչ-որ բան գիտի։ Այո։ Մենք նրան պատին կստեղմենք ու կստիպենք, որ ամեն ինչ պատմի։ Դրանից հետո ազատ կյանք կվարենք, իսկ Բորովսկիներ ինչպես ուզում են թող սպանեն իրար։ Ամեն դեպքում սովորեք օրհնություն խնդրել Էմիլիայից։ Միգուցե նա մեր մորաքույնն է։ Օրհնությունդ։ Լսեք, իսկ եթե ես Հելենայի աղջիկը չեմ,
Այդ դեպքում ով եմ։ Ո կարծիքով Վալենտինոն կխոսի վաղը։ Չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հարցաքննությունից, Տոնի։ Այո, թող խոսի, ու վերջապես իմանանք ճշմարտությունը։ Այո, սիրել ես, այս սպասողական վիճակն արդեն սպանում է մեզ։ Ոչ, եթե միասին ենք բոլոր ապրումներին էլ կդիմակայենք, բայց հիմա եթե այդ ծերուկը խոսի, մենք իսկապես կկործանվենք։ Իսկ ես չեմ ուզում, որ նա մեզ մատնի, չեմ ուզում, որ նման բան պատահի, չեմ ուզում, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ բաժանի քեզ ինձնից սիրելիս։ Ոչ, Հոլանդա, ոչինչ չի պատահի, ոչինչ։ Յոլանդա, ուզում քեզանից մի բան հարցնել։ Դու ես դաշնահարել Վալենտինոին։ Ինչպես ես համարձակվում այդպիսի բան հարցնել, Տոնի։ Կարծում ես ես ընդունակ եմ նման անգութ արարքի։ Լավ, ներիր ինձ, ես չէի ուզում վիրավորել քեզ։ Իսկապես նման մտադրություն չունեի, բայց դու պետք է ընդունես, որ պատճառներ կան։ Ինչ պետք է ընդունեմ, ինչ։ Սա արդեն վերջակետն է, Տոնի։ Քո կարծիքով ես ընդունակ եմ դաշնահարել ինչ-որ մեկի, բավական է զուր մարդասպաններ փնտրես։ Փնտրիր նրանց համապատասխան վայրերում։ Սկսիր, հենց հիմա վերջս տուր, սպանիր։ Բայց քանի դեռ բուժքույրը չի մտել ու տեսել քեզ։ Ինչ եղավ։ Միայն չասես, որ վերջում ամեն ինչ ջուրը կգցես։ Դու պետք է սպանես ինձ։ Արի այստեղ։ Սամուրայի ռազմիկի նման վարվիր։ Դու պարտավոր ես սպանել ինձ։ Եթե չես կարող հիմա ինձ սպանել, ուրեմն դու պատրաստ չես իրագործել այն ամենը, ինչի մասին մենք պլանավորել ենք։ Դե ուրեմն գործի անցիր։ Ինչ եմ զգում ես, Սախապ կանք է այն օրից, երբ նա ապտակեց քեզ, թե ուզում ես ինձ թույլ մի դուր սպասեմ քեզ, սիրտս գտամ քեզ ու քո ասացի պես, գետնովը գտամ քեզ, սերին նույնպես, ուզում ես խոսես, լավ է ու հարկացես լսես, հալավ դու հզոր ես, մաքուր սրտով ես, լսիր չեն պատրաստվում մատնել քեզ, կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ, ահա եկել է պահը վերցնելու վայելել քեզ, լավ կլինի որ ինձ հետևես, Փուրել, փախչեմ ու աշխարհնել